Ես մինչև նիստերի դալիճը, մինչև նիստը կսկսվել, ես նկատեցի, որ քրտական պատգամավոր Արփի Դավոյանը ձեզ հետ բավականին այսպես մտերմիկ զրուցում էր եւ այլն։ Ձեր իսկ ղեկավարած կառույցում, պարոն Պողոսյան, քննչական կոմիտեում Արփի Դավոյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, որտեղ ինքը վկայի կարգավիճակ ունի։ Դուք քննչական կոմիտեի նախագահն եք, ինքը երկար ձեր հետ զրուցում է, այսինքն բանակցում էր, որ կարճ է գործը։ Իրենք չպետք է մոտենան ձեզ։ Պարոն Պողոսյան, այդպես է, որտեղ յուրաքանչյուրը կարող է մոտենալ, ձեզ հետ դուք ղեկավար եք ու հետագայում դուք նաև կաշկանդվածություն ունենաք իրենց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու կամ քրեական գործը ձեր ցանկալի ուղղությամբ տանելու, որտեղ իրենք մտեն։ Հիմա կոնկրետ Տիկին Դավոյանի մասով քննչական կոմիտեում ես օրերս էի հարցում ուղարկել եւ հարցման պատասխանը ստացել, որ նախաքննությունը շարունակում է, Տիկին Դավոյանը վկայի կարգավիճակ ունի։ Ինչ է ձեր համոզում եք հայերական, պարոն Պողոսյան, որ կարճ էիք։ Տիկին Մանուկյան, դուք նենց համոզիչ եք ձեր դիտարկումները ներկայացնում զարմանում քննիչներից եք սովորել։ Ես որևիցե տեսակի, որևիցե առումով, որևիցե անձից կաշկանդվածություն չունեմ, այս մեկ, ես չգիտեմ ինչ գործի մասին է խոսքը։ Ձեզ չասես Տիկին Դավոյանի մասին։ Մենք գործով որևիցե կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևիցե տեսակի, որևիցե քննարկում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է հրապարակային, դուք էլ այնտեղ նստած էիք, մեր քննարկումները այդ ձևաչափով են սահմանափակվել։ Ես կհետևեմ քննարկումներին։ Ես սպասել եմ երկրորդ է լինելու, պարոն Պողոսյան։ Բայց դուք ձեր խոսքով նշում եք, որ վկա, եթե անձը վկայի կարգավիճակ ունի, վկա մեկ քայլ է մեղադրյալը, բայց մեկ քայլ է նաև կարճվել է գործը։ Այսինքն դուք մտածում եք, որ վկայից մեկ քայլ է, բայց դուք գիտեք, որ նոր օրենքով արգելվում է, եթե անձը փաստացի կասկածվում է, որպես վկա հարցաքնդել։ Գիտեք։ Դա չգիտեի։ Դե իմացա։ Բայց բոլոր դեպքերում ես կհետևեմ քննության ընթացքին։